Էջմիածինն է, որ միավորում է հայության հոգիները, իղձերը եւ արժեքները։ Եվ տրամաբանորեն հենց Էջմիածինն է, որ այսօր նորից դարձել է նույն այդ հայության արժեքների պահապան Վահանը, ինչպես որ դարեր շարունակ պահպանել է մեր հավատը, ինքնությունն ու ազգային արժանապատվությունը։ Մեկնարկելով մեր քարոզարշավը, կուզեմ նախ ողջունենք Հայաստան դաշինքի քաղաքական ամբողջ թիմին, իդեմս մեր պատգամավորների, ովքեր 5 տարի շարունակ օր ու գիշեր չեն լքել քաղաքական պայքարի իրենց առաջնագիծը, մերկացնելով եւ ժողովրդին ցույց տալով այս իշխանության հակահայ քաղաքականության դրսևորումները, ովքեր 5 տարի շարունակ իրենց անձնական կյանքը մի կողմ դնելով պայքարել են իշխանության ճնշումների եւ հարձակումների դեմ, ովքեր չեն նահանջել եւ այսօր առավել արժանապատիվ կերպով կանգնած են մեր ժողովրդի առաջ, որի եկել են այսօր պայքարը մինչև վերջ հասցնելու եւ հայոց պատմության այս ամոթալի էջը վերջնականապես շրջելու։ Ողջունեք մեր ընկերներին։ Այսօր այս թիմին միացել են նոր համակիրներ, նոր անդամներ, այսօր քաղաքական այս միավորման մեջ իր կարևոր նշանակությունն է ունեցել առաջ կուսակցությունը համալրելով դաշինքը ձևավորող կուսակցությունների ցանկը։ Ողջունենք նաև առաջ կուսակցության մեր ընկերներին։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսով այսօր այստեղ ենք վերահաստատելու, որ Հայաստան դաշինքը անցնելով քաղաքական դժվարին ճանապարհ ամուր կերպով եկել է նորից ստանձնելու անվտանգ եւ արժանապատիվ Հայաստան կերտելու քաղաքական պատասխանատվությունը։ Այսօր հասարակությունը սպասում է ոչ թե զորեղ խոստումներ, այլ հստակ պատասխաններ անվտանգության, կայունության եւ արդար կառավարման արժանապատիվ ապագայի մասին։ Հայաստան դաշինքը եկել է ոչ թե խոստումներ բաժանելու, այլ վերականգնելու վստահությունը, համախմբելու հասարակությանը եւ կառուցելու այն Հայաստանը, որին արժանի են մեր սերունդները։ Եվ այս ամենը իրականացնելու ճանապարհին շատ կարևոր է, որպեսզի հիշենք մեկ բան, որ այս ամենը մենք կարող ենք միասին։